Սուրբ Ծննդյան տոնին հաջորդեց տնօրհնեքի շրջանը։ Ավետարանիչների վկայությամբ տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոսն է հաստատել, երբ աշակերտներին ուղարկում էր քարոզելու, ասում էր, որ տունը որ մտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը։ Դեռևս առաջին դարից առաքյալները Քրիստոսի պատգամին հավատարիմ, Սուրբ Ծննդյան ու հրաշափառ հարության բարի լուրն ավետելու եւ օրհնություն բաշխելու համար այցելում էին հավատացյալների տները։ Նույնը անում են նրանց հետևորդները, քահանաները, Սուրբ Ծննդյան եւ հարության տոներից հետո։ Արագածոտնի թեմի Աշտարակ քաղաքում գտնվող այս տանը տնօրհնեք է կատարում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Ընտանիքի անդամները հաճախ են մասնակցում պատարագների, հոգևոր զրույցների։ Անահիտ Առաքելյանը նաև Արագածոտնի թեմի երիտասարդաց միության անդամ է, 11-րդ դասարանում է սովորում, պարապում է համալսարան ընդունվելու համար։ Ես խաղաղություն եմ գտնում առաջնային եկեղեցում ու երբ որ ինձ նեղված եմ զգում կամ չգիտեմ, ինչ որ մի հարցից նեղվում եմ, ասենց առաջնայինը մտքից գալիս է, որ պետք է անպայման եկեղեցի գնամ, որովհետև այնտեղ կխաղաղվեմ, կհանգստանամ կամ այդ հարցերի լուծումը կգտնեմ։ Արագածոտնի թեմի երիտասարդ միություններով միշտ այնց ամուր հարաբերությունների մեջ ենք, ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Ինձ թվում է եկեղեցու դերը շատ կարևոր է եւ մեր երկրի համար եւ յուրաքանչյուրիս կյանքում, քանի որ եկեղեցին եւ քրիստոնեությունը միշտ ազգապահպան ուժ են եղել, այսպես ասած սյուն են եղել, որի վրա որ մեր հայրենիքը մինչև այսօր կանգուն է։ Սեղանին դրված է հաց, աղ եւ ջուր։ Այս արարողությամբ օրհնություն են ստանում տան անդամները, օրհնվում են բարիքները։ Տնօրհնեք իհարկե հնարավոր է կատարել ողջ տարվա ընթացքում, երբ ընտանիքում անհաշտություն կա, պարզապես ցանկություն կա օրհնություն ստանալ սեփական հարկից ներս։ Այս ժամանակներում այս հին խորհուրդը հատկապես տարվա սկզբին, որ ծննդյան սուրբ պատարագներն է մատուցվում եւ Տիրոջ ծննդյան բարի ավետիսն է փոխանցվում, մենք քահանաներս շրջում ենք մեր հավատացյալների տները, իհարկե մեծավ մասամբ իրենց հրավերքով եւ օրհնում ենք իրենց տան բարությունը։ Այս խորհրդավոր արարողությունը, որ տեղի է ունենում հարկերից ներս հավատացյալների, միայն տնօրհնեքը չէ, այլ նաև Տիրոջ ներկայությունն է, Տիրոջ վրա հույս դնելու հանգամանքն է, որ տան բնակիչները եւ հավատացյալները ուզում են, որ Քրիստոս բնակվի իրենց հարկից ներս։ Մենք էլ այդ հույսով գալիս ենք Տիրոջ ծննդյան, հետո հարության բարի լուրն ու ավետիսը փոխանցելու մեր հավատացյալներին եւ ասելու, որ ձեր տարվա ամբողջ ընթացքում հոգևոր բարիքներով լցրեք ձեր կյանքը, Քրիստոսի ներկայությունը թող լինի ձեր հարկից ներս եւ դուք այդ շնչով ապրեք։ Այս բարեպաշտական ընտիր խորհուրդը, որ կատարվում է մեր հավատացյալների հարկերից ներս, իրապես փոխում է իրենց կյանքը եւ շատերը այս հույսով են ապրում։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։